Նաև ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ այսօր այս դահլիճում ներկա լինելու համար։ Շուրջ 1.5 տասնամյակ առաջ սկսված միջազգային հաղորդակցության ուղիների ձևավորումն ու կառուցումը աշխարհային իրադարձությունների եւ քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Թե պետությունները եւ թե համաշխարհային ուղիներ, որտեղով կկարողանան ավելի արագ, էժան եւ անվտանգ ապահովել մատակարարման շղթաները։ Հաղորդակցության ուղիների մի մասը այս կամ այն չափով անցնում է ենթակառուցվածքային եւ ներկայությունը այս ուղիներում մեծացնելով նաեւ իրենց տարածաշրջանային կշիռը։ Հարավային Կովկասում ստեղծվել են նպաստավոր պայմաններ այս գործընթացը զարգացնելու համար։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը, հայ-թուրքական կարգավորման հեռանկարները եւ այլ իրադարձություններ ուժեղ խթան են տարածաշրջանային հաղորդակցության ուղիները համակողմանի բացելու եւ ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների համար։ Սակայն ինչպես նշում են թե պաշտոնյաները եւ թե փորձագետները, ստորագրված փաստաթղթերը դեռ բավարար չեն եւ մեր նպատակին հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու։ Այսօր մենք քննարկելու ենք թե ինչ պատկեր ունենք Հարավային Կովկասում, ինչ ձեռքբերումներ ունենք եւ ինչ կարող ենք անել համագործակցությունը զարգացնելու համար։ Մեր բանախոսներն են Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանից, Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի տնօրեն Պահատա Ցագարեիշվիլին Վրաստանից եւ Կարնեգի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի փորձագետ Զաուր Շիրիևը Ադրբեջանից։ Բարև ձեզ, շնորհակալություն պարոն Այք։ Ես իմ առաջին հարցը, եթե կարելի է ուղղեմ պարոն Իսկանդարյանին։ Ձեր գնահատմամբ բազմակողմանի համագործակցության ինչ հեռանկարներ են ձևավորվել Հարավային Կովկասում։ Ես նկատի ունեմ նաև արտատարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Շնորհակալություն։ Գիտեք, կարդալով մեր օրագիրը ես կարդում եմ South Caucasus New Opportunities, Normalization, Connectivity, Cooperation, Opportunities, հնարավորությունները, ռեգիոնը ես կասեի դեր գոյություն չունի, ես եթե ուզելամ վաղը գնամ, չգիտեմ, Բրազիլիա, ես տոմս կարդեմ ինտերնետում, Սավալոտ կնստեմ, երկտաթիր կնստեմ ու կգնամ։ Եթե ես ուզենամ գնամ Ադրբեջան, ես չեմ կարա դա անեմ։ Շատ հաճախ եւ հակառակ ադրբեջանցին եթե ուզենա գա Հայաստան, դա իր համար պրոբլեմա է, գնալ, չգիտեմ, ուրիշ երկրներ, այդքան էլ պրոբլեմը չի։ Նույնը երբ որ մենք խոսում ենք բիզնեսմենների մասին, բիզնեսի մասին, նոր վարչապետը ասում էր, որ այդպեսի լավ բան եղավ, որ հնարավոր եղավ Ղազախստանից Ցորենի մասին էր խոսքը, ուղարկել Հայաստան Ադրբեջանով եւ Վրաստանով։ Ինչու՞, որտեղ ռեգիոնը դեռ գոյություն չունի, որտեղ սահմանները փակ են, որտեղ դա ընդամենը վիզայի պրոբլեմա չի, դա եւ շատ ճիշտ էր ասում, որ եւ սոցիալական եւ հոգեբանական պրոբլեմա։ Դա լուրջ հարց է, դա եղել է արդեն 30 քանի տարի, առնվազն, բայց վերջը ես կասեի 5-6 տարվա ընթացքում սիտուացիան սկսել է փոխվել։ Ես ի նկատի ունեմ եւ 44 օրյա պատերազմը, եւ որը շատ կարեւոր է Հարավային Կովկասի համար, դա Ուկրաինայում ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը եւ ռուս-ուկրաինական պատերազմը եւ 2023-ը
Լենինգրադ Ղարաբաղից մարդկանց դեպորտացիա դեպի Հայաստան։ Դա ազդում է ռեգիոնի վրա ու այդ ռեգիոնը, որ աշխատի այդ օրակարգը, որ այդ opportunity-ն, որ այդ հնարավորությունները լինեն, որ լինի միայն նորմալացումը երկրի մեջ, դրա համար պետք է այդ ռեգիոնը ստեղծել, պետք է մտածել ռեգիոնի մասշտաբով, պետք է պատկերացնել ռեգիոնը ոչ թե որպես կոնֆլիկտ երկրների միջև, բայց ռեգիոն որպես ռեգիոն, որտեվ հիմա ես կրկնում եմ, մեր ռեգիոնը գոյություն ունի, եթե դու նայում ես Վաշինգտոնից, եթե դու նայում ես Երևանից կամ չգիտեմ Բաքվից, Գյումրիից Քարս, ինչքան է, մի 50 կիլոմետր կլինի։ Ստեից Իղդիր, ես եթե հիմա դուրս գամ նստեմ իմ ավտո, գնամ Իղդիր կոֆե խմեմ ու հետ գամ, երևի ճաշի ժամանակ կհասցնեի դա անել, բայց դա հնարավոր չէ։ Ուրեմն ամփոփելով, ռեգիոն, ես տնտեսագետ չեմ, ես քաղաքագետ եմ, ռեգիոն ստեղծելու համար ոչ աշխարհագրության առումով, ռեգիոն ստեղծելու համար մենք պետք է այդ ռեգիոնը ստեղծենք։ Մի բան էլ ավելացնեմ ամենավերջում, ռեգիոնը մարդիկ են ստեղծում, ռեգիոնը օբյեկտիվ բանը չէ, ռեգիոնը դա է, ինչ որ մենք կոչում ենք ռեգիոն, եթե մենք կոչենք դա ռեգիոն, դա կդառնա ռեգիոն, ուղղակի կոչելու մեջ է պրոբլեմը, ուղղակի այդ պարադիգմայով, այդ նարատիվով մտածելը կարա բերի դրան, որ վաղը չէ մյուս օր կամ չգիտեմ քանի տարուց կամ աստված ոչանի, չգիտեմ 100 տարուց կլինի այդպիսի վիճակ, որ մենք որ պետք չի լինի ՄԱԿ-ը, չգիտեմ, Եվրոմիությունը, նախագահները, որ մարդը կարողանա գնա ուրիշ երկիր կամ ինչ-որ բան այդ ուրիշ երկրից բերել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Իսկանդարյան, պարոն Սագարեիշվիլի, ես իմ հարցը ուղղելու եմ ձեզ, հաջորդը դուք բավականին հետաքրքիր պրեզենտացիա ունեք մեզ ներկայացնելու եւ ինչպես մենք գիտենք եւ տեսնում ենք, Հարավային Կովկասով են անցնում երկու խոշոր միջազգային ենթակառուցվածքային եւ հաղորդակցության նախագծեր։ Ես նկատի ունեմ միջին եւ հյուսիս-հարավ միջանցքները։ Հատկապես միջին միջանցքը ուղղակիորեն առնչվում է նաեւ Վրաստանին եւ որքան ես տեղյակ եմ, ձեր կենտրոնը երկար տարիներ հետազոտում է հաղորդակցություն